Վանաձոր Ալավերդի ճանապարհին M6 միջպետական ճանապարհի 33-րդ պիկետից մինչև 73-րդ կիլոմետր հատվածում Թումանյան ճանապարհաշինական շահագործման ձեռնարկության կողմից իրականացվում են ջրահեռացման խրամուղիների մաքրման, փոսային նորոգման, ճանապարհային նշանների տեղադրման, քարաթափված հատվածներից քարերի հեռացման աշխատանքներ։ Գարնան գալու հետ Թումանյանի ճանշինում արդեն սկսել են ճանապարհների կողային առուների մաքրման աշխատանքները։ Աշխատանքները սկսել ենք մի շաբաթ առաջ։ Կատարում ենք 41-րդ կիլոմետրում կողային առուների մաքրում, 49-րդ կիլոմետրը, որը սա է նորից կողային առուների մաքրում, 71-րդ կիլոմետրում կատարում ենք քարերի մաքրում, այդքան հատվածներում կատարում ենք գարնանային սպասարկման աշխատանքներ։ Շուտով կսկսվեն գարնանային անձրևները, որպեսզի խցանված առուներից սելավաջրերը չլցվեն ճանապարհներ, խրամուղիները մաքրվում են բուսականությունից ու աղբից։ Ճանշինի կողմից շուտով կսկսվի նաև փոսային նորոգման աշխատանքներ։ Աշխեկը նշում է, որ տարվա այս ժամանակահատվածում աշխատանքը շատ է։ Ճանապարհին քարաթափման դեպքեր լինում են օրվա մեջ մի քանի անգամ։ Անձրևների հետ շատանում են։ Ամեն առավոտ մենք ճանապարհը մի հատ նայում ենք, քարերը մաքրում ենք, որպեսզի երթևեկությունը ավտանգ լինի։ Ալավերդի քաղաքում եւս առկա է քարաթափումների մեծ վտանգ։ Նախորդ տարի Ալավերդու քաղաքապետարանի կողմից Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին իրականացվեց քարաթափման կանխարգելիչ աշխատանքներ, սակայն Սարահարթ տանող ճանապարհը քարաթափումների առումով քաղաքում միակ վտանգավոր հատվածը չէ։ Ջրավազանի հատվածում, Ճոպանովու ներքևի հատվածում, Էնգելսի հատվածում, այսինքն որտեղ էլ նայենք վտանգը կա։ Ուղղակի այդ պահին ելնելով հնարավորություններից ընտրում ենք տվյալ պահի առավել վտանգավոր վայրը եւ այն վայրերը, որտեղ ավելի շատ երթևեկելի են ու նման պատահարների դեպքում պոտենցիալ վնասները կամ կորուստները ավելի շատ կլինեն։ Քարաթափումների վտանգը չեզոքացնելու հարցում Ալավերդու քաղաքապետարանը համագործակցում է մասնագիտացված կառույցների հետ, սակայն վտանգը անկանխատեսելի է եւ կարող է վրա հասնել ցանկացած պահի։ Մեր քաղաքը ընդհանրապես շրջակայքը ամբողջովին անվտանգավոր տեղ, ռելիեֆի հետ կապված ու անկանխատեսելի։ Երբեք չես կարող ենթադրել, թե հերթական քարաթափումը որտեղից կլինի։ Ու հնարավոր էլ չի դա զեննության ենթարկել այդ անմատչելի վայրերում։ Քարաթափման աշխատանքների կանխարգելման աշխատանքները Ալավերդու քաղաքապետարանում նախատեսում են իրականացնել նաև առաջիկա տարիներին։ Մերիկ Օլելյան, Էմմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։